ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է ֆրանչայզինգի միջազգային ասոցիացիայի նախագահ եւ գործադիր տնօրեն Մեթ Հալլերին, ասոցիացիայի շահերի պաշտպանության պատասխանատու Մայք Լեյմանին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Կողմերը դիտարկել են մի շարք բրենդների հայկական շուկայում ներկայացվածության ապահովման եւ ընդլայնման հնարավորությունները, ընդգծելով փոխշահավետ գործընկերության զարգացման կարեւորությունը։ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններով առաջարկում ենք ձևավորել նոր համայնքային միավորներ, իրականացնել համայնքների խոշորացում։ Այս մասին Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը։ Փոխնախարարը նշել է, որ առաջարկվում է ձևավորել Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնք, ներառելով Ստեփանավան, Գյուլագարակ եւ Լոռի Բերդ համայնքները 20 բնակավայրերով։ Կառավարությունն առաջարկել է հարցը քննարկել 24-ժամյա ռեժիմով։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված հարցին։ Հայաստանում 2850 զինծառայող կստանա բնակարան։ Ապրիլի 30-ին կառավարության հերթական նիստում հաստատվել է Պաշտպանության նախարարության ներկայացրած որոշման նախագիծը։ Այն նախատեսում է բնակարանով ապահովել 2850 զինծառայող շահառուների եւ նրանց ընտանիքների անդամներին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնելով նախագիծը նշել է, որ ծրագիրը կիրականացվի 4 փուլով։ Այն միտված է շահառուների բնակարանային խնդրի լուծմանը, որը պահպանվում է երկար տարիներ։ Նրա խոսքով ծրագիրը կիրականացվի հիփոթեքային վարկավորման գործիքի կիրառմամբ, որի շրջանակում ֆինանսավորման 90%-ը կտրամադրի կառավարությունը բանկերի միջոցով, իսկ մնացած 10%-ը կհատկացվի Պաշտպանության նախարարության տարեկան բյուջեից։ Ծրագրի շրջանակում 2027 թվականին նախատեսվում է բնակարանով ապահովել 735 շահառուի, 2028-ին 812, 2029-ին 719, իսկ 2030-ին 584։ Պապիկյանը նշել է, որ ծրագիրը գործնականում հնարավորություն կտա լուծել շահառուների ամենակարևոր սոցիալական խնդիրներից մեկը՝ բնակարանով ապահովման հարցը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նրանց թվում կան քաղաքացիներ, որոնք բնակարան ստանալու են սպասում դեռ 1990-ականներից։